այն դեպքում, եթե իրենց մոտ կա դաշտանային ցիկլ, եթե կնոջ մոտ կա հղիություն եւ տարիքային կլիմաքս։ Այս դեպքում կնոջ օրգանիզմը փոխվում է եւ հյութափոխանակության փոփոխման արդյունքում քրտնապատության տոկոսը գերբ ակտիվ է լինում։ Եվ այս դեպքում մի մարդու մեջ եղած քրտնապատության տոկոսը դուրս է գալի վերին վերջույթներով։ Վերին վերջույթները եւ ընկներն են, ոտքերը, մազերը եւ այս դեպքում երբ որ դուրս է գալի քրտնապատությունը եղեգերի մեջով, այսինքն այստեղ ավելի ակտիվ է այն, ինչը որ մեզ կխանգարի մեր հետագա աշխատանքի համար։ Դրա համար, երբ որ հաճախորդը գալիս է, վստահ եմ, որ ոչ մեկը ձեր հաճախորդին չի հարցնում, այսօր կունաշկը բացվում, ոտքուր դեկելա, թե գնացել են, թե չէ։ Ոչ մեկ չի հարցնում, ու դա այն սիկրետնի հարցը չի, որ դա ձեր հաճախորդին, բացի դա։ Հղի եղավ, որ հիդրոպերմա մեջ ինչ պետք երևա ստիկավայինը չի գտնում, եկելա մանիքը չի բացարվում և ունի հղիություն արդեն ինքն չի դիտի։ Եվ կլիմաքսի շրջանում այդ կանայք նախ իրանք չեն ընդունում երբեք չեն բարձրաձայնում, ոչ մեկի մոտ չեն ասում, որ դա այն տարիքային շեմն է, որ ոչ մեկ չի ուզում, որ կողքից իմանան, որ ինքը արդեն մեծացել է, այդ լուրջ ստրես է կանանց համար եւ բացի դա էլ իրանք անընդհատ շոկում են, եթե նկատել եք կլիմաքսով շրջապատում մարդ, կիսուր, մամա, իրանք միշտ իրանց հով են անում, անընդհատ իրանք որտեղ քրտնապատության տոկոսը շատ բարձր է։ Այս դեպքում, եթե մարդկանց մոտ բարձր է եւ մենք գիտակցում ենք, որ դա դուրս է գալի վերին վերջույթներով, մենք պետք է խթանենք այդ պահը ձիգիտրատորով։ Ձիգիտրատորը մեր ապահովությունն աշխատանքի մեջ, մենք ձիգիտրատորով կչորացնենք եղունգի պլաստինը լիարժեք, դարձնենք 4 տարած, մինչև երրորդ շերտը կչորանա եղունգը, որից հետո մեր ցանկացած դրացումով կախված իր այդ պահի ֆիզիոլոգիական կարգավիճակի մենք հարցը կլուծենք ու կանցնենք արդեն բազայի տեղադրումը։ Իսկ եթե մենք չենք անում ձիգիտրատը, մենք ունենանք խնդիր տվյալ հաճախորդի հետ, որ այդ պահին այդ վիճակում 90-ից մեկը կարող է դաշտանային ցիկլով եկածնի, այդ մեկը եթե չպահեց ինքն էլ չի գալու, ինքը չի էլ զանգելու, երբեք չի էլ գիտակցելու, որ դա կարող դրանից լինել, բայց դու որպես մասնագետ քեզ ապահովաբար պետք չի հարցնել դու այս վիճակում ես թե չէ։ Դու քեզ ապահովաբար ինքը ոչ որ օգուտ չտա, վնաս չի տա։ Դա